Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Առանց միասնական ձևաչափի հատվածական պայքարը այս կամ այն խմբի, օրինակ լրագրողների, փաստաբանների, այս կամ այն քաղաքական ուժի փորձը ցույց տալիս, որ արդյունավետ չի։ Գործադիր իշխանության ղեկավարը, վարչապետը ուզուրպացրել է գործադիր իշխանությունը, օրենսդիր իշխանությունը, դատական իշխանությունը եւ իր վերահսկողության, տոտալ վերահսկողության տակ առել սահմանադրական որոշակի ինքնուրույնություն ունեցող քննչական կոմիտեին, դատախազությանը, հակակոռուպցիոն կոմիտեին։ Ավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրում բռնաճնշումների նման մակարդակով իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքի տոտալ խախտման պայմաններում իրավիճակը շտկողները ոչ փաստաբաններն են, ոչ լրագրողներն են, ոչ էլ, չգիտեմ, այլ մասնագիտության տեր անձինք են կամ բժիշկները օրինակի համար։ Այդ պատժողական քաղաքականությանը զուգահեռ մենք տեսնում ենք, որ հանցավորության թվի նվազում տեղի չի լինում։ Այդ նշանակում է, որ մենք հանցագործությունների կանխման խնդիր ունենք ավելի շատ, ներքին գործերի նախարարության, ոստիկանության ավելի պրոֆեսիոնալ աշխատանքի խնդիր ունենք, սոցիալական խնդիրներ ունենք, որովհետև շատ-շատերը կարիքից դրդված են գնում մանր օրինակ գողությունների, որի հարցի լուծումը սոցիալական ծրագրերի շրջանակներում այրագործելի, այսպես։ Քաղաքական հարցերի համար փնտրում ենք իրավական լուծումներ, չի լինում այդպես, չի լինելու։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ, բարի երեկո, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Հարությունյան, 3 ազգային ժողովում քաղբանտարկյալների հարցերով լուծումներ էր իրականանում։ Ինչ կտա դա մեզ, այն դեպքում, երբ որ ամենօրյա ռեժիմով գոնե մարդիկ պետք է ակցիաներ իրականացնեն, հա, տարբեր դեսպանատների մոտ, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Մենք իհարկե տեսնում ենք, որ ամեն մարդ ունի իր հոգու եւ սիրած քաղբանտարկյալը եւ միայն կարծես իր քաղբանտարկյալների նկարներն է, հա, փորձում է հնարավորինս տարածել, բայց մենք ունենք ոչ միայն այն մարդկանց անունները, որոնք անընդհատ շրջանառվում է, հա, մենք 40-ից ավել քաղբանտարկյալներ ունենք, որոնց մասին մարդիկ կան, որ չեն էլ իմանում, անուններով նույնիսկ չգիտեն։ Շատ կարևոր ու ցավոտ հարց եք բարձրաձայնում։ Մենք 5 իրավապաշտպանների նախաձեռնության տարբեր անդամներս, նաև քաղաքական տարբեր գործիչներ, Արմեն Աշոտյանը, Սուրեն Սուրենյանցը, Լևոն Զուրաբյանը ամիսներ շարունակ տարբեր առիթներով խոսում ենք քաղաքական բռնաճնշումների դեմ պայքարի եւ քաղբանտարկյալների ազատության եւ իրավունքների վերականգնման համար քաղաքական մեկ միասնական ձևաչափ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը ինստիտուցիոնալ համակարգված բռնաճնշումների դեմ կպայքարի նույնքան ինստիտուցիոնալ եւ համակարգված մակարդակով։ Իր առջև ունենալով մի շարք խումբ խնդիրներ, որոնցից կարևորները իրավականն է, երկրորդը սոցիալականը, որովհետև քաղբանտարկյալները եւ քաղաքական հետապնդումների ենթարկվող այլ անձինք այդ հետապնդումների արդյունքում հայտնվում են բավականին ծանր սոցիալական կացության մեջ, իրենց ընտանիքները չեն կարողանում վարկերը փակել, կոմունալներ, տարրական սոցիալական ծախսեր իրականացնել։ Եվ մենք խորապես համոզված ենք, որ քաղաքական պայքարի մեջ քաղաքական իշխանության ձգտող քաղաքական ուժերի առաջնային խնդիրն է նաև այդ անձանց սոցիալական խնդիրները լուծելը։ Միջազգային գործընկերների հետ աշխատանքներով զբաղվող համակարգված, գիտելիքի եւ փորձի եւ կապերի վրա հիմնված, ուրեմն անձանց խումբ ձևաչափի ներքո, որոնք, այսպես ասեմ, էլի, եթե իրանց առջև դուռը փակեն, իրանք պատուհանից կմտնեն միջազգային կառույցներ, այսպես պատկերավոր ասեմ, եւ կհասնեն միջազգային, հատկապես արևմտյան, ուրեմն իրավապաշտպան կազմակերպությունների եւ եվրոպական խորհրդարանական գործադիր տարբեր մարմինների, ուրեմն ավելի շատ արձագանքների Հայաստանում իրականացվող բռնաճնշումների համատեքստում։ Առանց միասնական ձևաչափի հատվածական պայքարը այս կամ այն խմբի, օրինակ լրագրողների, փաստաբանների, այս կամ այն քաղաքական ուժի փորձը ցույց տալիս, որ արդյունավետ չի։
Միգուցե տարիներ առաջ արդյունավետ էր, բայց պիտի հասկանանք, որ այս տարվա ամառվանից սկսած բռնաճնշումների պարադիգման փոխվել է։ Արդեն հետապնդումներ են ենթարկվում հոգևորականներ, կանայք, մեծահասակներ, զովասների ծնողներ, ծանր հիվանդություններով տառապող անձինք, այս բռնաճնշումները ուղեկցվում են ուրեմն տեղեկատվական շատ մեծ գրոհներով, քարոզչական, արդեն այս կամ այն պաշտոնյան չի խախտում է անձանց ամենության կանխավարկած, այլ ազգային ժողովի հայտարարության մակարդակով է դա խախտվում։ Ուստի նաև ընդդիմությունը, քաղաքական ուժերը պետք է նաև պայքարի պարադիգմը փոխեն եւ գոնե համարժեք դարձնեն տեղի ունեցողին։ Մենք քանի որ գիտենք մյուս կողմը ով է կանգնած եւ հատկապես այդ վճիռները ովքեր են, հա, ով է անձամբ տալիս, մենք նաև պետք է կարողանանք հակազդել, բայց այդ հակազդումը ինչպես է պատկերացնում օրինակ, ոնց պիտի դա լինի, հատկապես երբ որ այն 3 շերտ կա մեր հասարակության մեջ, հատկապես փաստաբանները, լրագրողները եւ եկեղեցականները, ովքեր որ մշտապես պայքարի մեջ են, եւ ստացվում է, որ փաստաբան են կալանավորում, լրագրողներին են հեսաղանցնելու, Սաթիկ Սերանյանի ժուրնալիստների միության նախագահի հետ կապված աղմուկը հասկանում են կուրատանում, դա նշանակում է, որ հաջորդ թիվ անցնելու են լրագրողներին։ Արդեն անցել են։ Եպիսկոպոսներ են նստած այսօր եւ մենք տեսնում ենք, թե ինչ աղետալի իրադրության մեջ ենք եւ հատկապես երբ որ 2026 թվականն է մոտենում, եւ ինչքան մենք մոտենանք, այնքան կալանավորումները ավելանալու են։ Լրագրողներին արդեն մոտեցել են Նարեկի եւ Վազգենի իմնի հեղինակ վարողների նկատմամբ իրականացվողը հենց լրագրողների նկատմամբ ուրեմն բռնաճնշումների համատեքստում եմ ես ընկալում, որովհետեւ հակառակ պարագայում իմ համար անհասկանալի է, թե խուլիգանության հանցակազմի այնել խոսքով ուղեկցվող խուլիգանության հանցակազմի քննության շրջանակներում այդ լրատվական կայքի անտիֆեյքի շտատիվներն ու տեսախցիկներն ինչ կապ ունեն, որ արգելավել են։ Ակնհայտ է, որ նպատակ ունեն ընդդիմադիր մեծ դասարան ունեցող այդ մեդիա հարթակի աշխատանքը խափանեն, ինչով չհաջողվեց։ Իդեպ երկրորդ փորձն է արդեն։ Հենց 26 թվի, տեսեք, ես փաստաբան եմ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հետաքրքրվում եմ քաղաքականությամբ, բայց չեմ զբաղվում։ Դա ինչ է նշանակում։ Ոչ թե որ ասում են մենք մեզ մի քաղաքականացեք, չէ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որովհետև ես կուսակցական չեմ ձգտում քաղաքական պաշտոնների, բայց ես որպես քաղաքացի հետաքրքրված եմ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական process-ներով, ունեմ հարցեր, փնտրում եմ պատասխաններ, բայց քաղաքական ուժերը, ովքեր ուզում են 26 թվականին մասնակցեն ընտրություններին եւ ունեն ամբիցիաներ Հայաստանում իշխանություն վերցնելու, այ իրենք են գլխավոր շահառուները, որպեսզի քաղբանտարկյալների հարցերով պայքարը լինի ավելի արդյունավետ, որովհետև իրենց համակիրները պիտի հասկանան, որ կա արդյունավետ պայքար եւ եթե իրենք հայտնվեն իրենց պայքարի արդյունքում բանտերում, իրենց համար էլ նույնքան ինստիտուցիոնալ եւ արդյունավետ պայքարա իրականացվելու, չէ՞։ Հիմա դրա համար իմ ամբողջ խոսույթը այս ամիսների այսպես քաղաքական ուժերին բան չհնչի, մեծախոսություն չհնչի, բայց ինչ-որ կերպ չելենջ անելն է, որ ժողովուրդ ջան, արթնացեք, եթե դուք կարծում եք, որ այս բռնաճնշումների աննախադեպ ալիքը ուրեմն գալու անտրապայքարի շեմին կանգնի ու ինչ-որ այտենց շատ եվրոպական ոճի քարոզարշավա տեղի ունենալու եւ ընտրապայքար սխալվում եք, ակնհայտ է, որ այտենց չի լինելու, չէ՞։ Ինչ նախանգարում քաղաքական մնացած մրցակիցներին բանտարկել այս կամ այն անհեթեթ եւ զավեշտալի մեղադրանք։ Հատկապես համայնքապետեր ունենք ընտրված, ովքեր անազատության մեջ են։ Համայնքապետը, բայց սկսենք Մամիկոն Ասլանյանից, էլի, ես նոր բան չի։ Այո։ Ընդդիմադիր համայնքապետը ընտրվում, հայտնվում է բանտում լավագույն դեպքում։ Ես չեմ ուզում այս բանը շարունակեմ բանի այլ համեմատության, էլի։ Հիմա դրա համար քաղաքական ուժերը առանձին բարդ գործ է, եթե նպատակ ունեն ընտրություններում արձանագրեն հաջողություններ, պիտի անպայման ուժերը մեկտեղեն եւ մեկ միասնական ձևաչափ ստեղծեն։ Վերադառնալով առաջին ձեր հարցին, խորհրդանական լսումները։ Խորհրդանական լսումները ինչ որ առումով այդ միասնական ձևաչափը ստեղծելու
նախապայմաններից էր, այսինքն որպես առաջին քայլ կարելի է ընդունել, որովհետև ես ինքս ցավոք ելույթ չունեցա, որովհետև չհասցրեցի դատական նիստունի, բայց հարցի տեսքով ձևակերպեցի իմ դիրքորոշումը եւ Իշխան Սաղաթելյանը Հայաստան խմբակցության պատգամավոր հայտարարեց, որ իրենք սկսում են կոնսուլտացիաներ տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, որպեսզի այդ մեկ միասնական ձևաչափը ստեղծեն։ Ես հուսով եմ, որ դա իրենց մուտքը հաջողվի եւ հուսով եմ նաեւ, որ մնացած ընդդիմադիր քաղաքական ուժերը այդ առաջարկը կընդունեն։ Առնվազն ես խիստ կզարմանամ, որ ունենալով գաղափարական տարբեր ուրեմն հակասություններ, գոնե այս հարցում պիտի չունենան հակասություն։ Եվ եթե այս հարցում էլ հակասություններ ունենան, ես արդեն բավականին խիստ կզարմանամ։ Նայեք, մենք ստացվում է, որ Բաքվում ունենք հայ գերիներ, եւ մենք դա հասկանում ենք, հա, նա գոնե ճշնամին է փորձում նրանց պահել եւ խոշտանգումների են ենթարկվում այդ մարդիկ, եւ մենք նրանց ճակատագիրը այլևս չենք հասկանում, թե ուր ատանում, թեև հասկանում ենք, եւ ունենք Հայաստանում քաղբանտարկյալներ, որը կարծես երկու կողմը իրար հետ ասենց միասին հյուսված գնում են դեպի առաջ եւ մենք ուզում եմ հասկանամ իրականում այս վիճակը մեզ ընտրությունների շեմին հասկանում ենք, հա, որ ավելի շատ են լինելու անազատության մեջ մարդիկ, բայց դրա կանխարգելող ինչ որ մի մեխանիզմ կա, որ կարողանանք, օրինակ, ես նախորդ անգամ էլ երբ որ ձեզ հրավիրել էի տաղավար ինձ մոտ հարց բարձրացրեցի, մենք Նիկոլ Փաշինյանի վրա այսքան փաստաբաններով երբ որ ամեն անգամ տեսնում ենք այս մարդը ամեն իր ելույթը ինքնախոստովանական ցուցմունք է, մենք քանի գործ ունենք հարուցած կամ դատարան մտցրած այդ մարդու անվան շուրջ կամ իր շրջինների, որովհետև ստացվում է, որ լեզուքի, ականջ, կտրող պատգամավոր այսօր ազատության մեջ ազգային ժողովում նստած օրենքներ են հաստատում եւ ինչ ուզում անում են, բայց չգիտես ինչու մի բառի համար, այո, Վազգենն ու Նարեկը այսօր գտնվում են անազատության մեջ։ Ընդ որում այստեղ նկատենք, որ անազատության մեջ գտնվողների մեծ մասը խոսքի համար են։ Այո։ Չէ՞։ Ու իրենք էլ ասում են, ժողովրդավարական երկիր ենք, ազատ։ Նույն քաղաքական ուժերը հայտարարում են տարբեր արարքներով տևական ժամանակ, որ գործադիր իշխանության ղեկավարը, վարչապետը ուզուրպացրել է գործադիր իշխանությունը, օրենսդիր իշխանությունը, դատական իշխանությունը եւ իր վերահսկողության, տոտալ վերահսկողության տակ առել սահմանադրական որոշակի ինքնուրույնություն ունեցող քննչական կոմիտեին, դատախազությանը, հակակոռուպցիոն կոմիտեին, ճիշտ է։ Ոնց ասում է, տենց է, այդ են ասում քաղաքական ուժերը։ Այս համատեքստում իմ համար օրինակ անընկալելի է, երբ նույն այդ քաղաքական ուժերը տենց ինչ-որ պարբերականությունը մեկ հավաքվում են, գնում են ինչ-որ հանցագործության մասին հաղորդում են տալիս այն դատախազություն, որը ինքը իրենք հարցազրույցների ժամանակ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ է։ Դա իմ համար ընդունելի չի։ Մենք չէ, մենք ընկալել ենք, շատ վաղուց ենք ընկալել։ Մեր շատ սիրելի գործընկերները, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները պիտի ի վերջո հասկանան, որ ավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրում բռնաճնշումների նման մակարդակով իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքի տոտալ խախտման պայմաններում իրավիճակը շտկողները ոչ փաստաբաններն են, ոչ լրագրողներն են, ոչ էլ, չգիտեմ, այլ մասնագիտության տեր անձինք են կամ բժիշկները օրինակի համար, այլ քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերն են, որովհետեւ նման խնդիրները քաղաքական լուծումներ են պահանջում։ Եթե դու պնդում ես, որ ավտորիտար կառավարման համակարգ է ձևավորվել, ընտրությունները կամ կեղծվում են, կամ այլ կերպ խեղաթյուրվում են ընտրությունների արդյունքները, քաղաքական հակառակորդները բանտարկվում են, իշխանությունների բաժանման սկզբունք չկա, դատական իշխանությանը ոնց ասեն տենց է, պիտի իշխանություն փոխես։ Ես ինչքան էլ տարեմ հայցադիմում ներկայացնեմ դատարան, ներկայացնելու եմ այն դատարան, որը ըստ այդ քաղաքական ուժերի բնորոշման ամբողջությամբ գործադիր իշխանության վերահսկողության ներքո է, ճիշտ է։ Հիմա ինձ խնդրում եմ ասեք,
իմ տված հայցադիմումը կամ հանցագործության վերաբերյալ հաղորդումը գլխավոր դատախազին կամ քննչական կոմիտեին կամ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ինչ ավելացված արժեք է ստեղծում։ Ես կարամ լուրջ դեմքով հավատամ իմ տված հանցագործության մասին հաղորդման դրական ճակատագրին։ Դե բնականաբար ոչ։ Պայմարդ գնացեք քաղաքական լուծումներ գտեք, քաղաքական առումով հարցը լուծեք։ Փաստաբանները չեն այս հարցը լուծողը, ոչ էլ լրագրողները, Արտուր ջան։ Պարոն Արությունյան, ես մի այսպես անհեթեթ գուցե անհեթեթ, բայց պետք է հարցը տամ։ Օրինակ ճանապարհ փորձել եք գտնել, օրինակ փաստաբաններով հանդիպել, օրինակ գլխավոր դատախազին, նստել մի սեղանի շուրջ, դուք ձեր փաստացի պնդումներով ապացուցեք, որ այն մարդիկ, ովքեր որ նստած են անազատության մեջ, ապօրինաբար են նստած։ Թող ինքը պատասխանի, որ ոչ, այսինչ մեղադրանքով այդ մարդիկ նստած են։ Նույն արդարադատության նախարարին։ Երբ Բագրատ Սրբազանի եւ մյուս 17 արդարների գործով իմ պաշտպանյալ Աղվան Արշակյանը կալանքի տակ էր բանտային։ Աղվան Արշակյանի մասին շատ է խոսացվել։ Այո։ Ինքը գլխուղեղի քաղցկեղով տառապող երիտասարդ է, որը բնականաբար որևէ հարցություն չունի իրեն վերագրվող ուրեմն հանցագործությանը, այդ պայմաններում առողջական, ինքը գտնվում էր բանտում, ես անկեղծ ասած, ամենայն անկեղծությամբ եւ ազնվությամբ եմ ասում։ Միջնորդություն եմ ներկայացրել դատախազին, դատարան չէ։ Եվ իսկապես ակնկալել եմ, որ այդ միջնորդությունը բավարարվելու է, ենթադրելով, որ Աղվան Արշակյանին այն ժամանակ տարել են կալանքի, երբ այդ 17 հոգուն էին տանում կալանքի, միգուցե խառնաշփոթ ա եղել եւ այդ բանի շրջանակներում դատախազական հսկողության շրջանակներում չի կարողացել Աղվանի кейսին ավելի ուշադրություն դարձնի եւ այսպես ոնց որ քննիչը նաեւ այդ միջնորդությունն է ներկայացել, անկեղծ ենթադրելով, որ անհնար է մարդասիրական սկզբունքից, մարդասիրության սկզբունքից ելնելով դատախազը որ տեսնի այս թղթերը մեկը մյուսը ուրեմն չի բավարարելու բանտային կալանքը գոնե տնային կալանքով փոխելու կամ այլ խափանման միջոցով փոխելու մեր միջնորդությունը, բայց մերժվեց։ Ընդ որում բավականին մանրամասներ ներկայացվել։ Եվ հետո փորձը ցույց տվեց, որ ոչ միայն մերժվեց, այլ նաև երբ մենք դատարանով կարողացանք տնային կալանքի հասնել, հետո արդեն դատաքննության ժամանակ, երբ տնային կալանքի մեջ էր Աղվան Արշակյանը, դատախազը մեկը վեր կացավ, միջնորդեց, որ հետ տանեն բանտ։ Ես բացառում եմ, որ այդ դատախազը այս եւ մնացած այլ հարցերը նման գործերի քաղաքական զգայունություն ունեցող իրականացնում է առանց գլխավոր դատախազի իմացության կամ ցուցումների։ Ես բացառում եմ, անհնար է այդպես բան լինի։ Արտուր ջան, ինչ խոսեմ կամ ինչ խոսենք։ Գնաք փաստի առաջ կանգնացնեք։ Ինչ փաստի առաջ կանգնացնենք։ Ես ասում եմ մի բան, ախր ոնց ասեմ, էլի։ Փոքր երեխային էլ որ իրեն տատիկը իրան հեքիաթներ է կարդում բարի ու չարի մասին։ Նույնիսկ այդ երեխայի համար իմ ասածը ընկալելի է եւ բանը ընդունելի է, չէ՞, որ եթե մարդը այդպիսի ծանր հիվանդությամբ է տառապում, խնդրեմ ունի բանտում հնարավոր չի ապահովել իր նորմալ կենսագոյությունը եւ այլն, իր բանտում պահելը ճիշտ չի, միգուցե ճիշտ է, այլ խափանման միջոցի տակ պահել, հա։ Եթե նույնիսկ այս հարցի շուրջ չկա անկալում փոխադարձ մարդասիրության, բարեսրտության, չգիտեմ, բարու, լուսավորի, չգիտեմ, գոնե իրանց փոքր ժամանակվա տատիկի կարդացած հեքիաթների մակարդակով ինչի շուրջ խոսես, ինչա համուզես։ Համուզելու խնդիր էլ չկա։ Դե օրենքները գոնե հստակ գրված են։ Այն չի էլի, որ այդ օրենքներն էլ Նիկոլ ինքն էլ կարա նիկոլական ինչ որ թեզերով լողոզել են ինչ որ կան։ Արտուր ջան, օրենքը ասում է, որ ազատության մեջ հայտնված կամ նվազ խափանման միջոցի պայմաններում գործող ուրեմն մեղադրյալի խափանման միջոցը կարող է խստացվել, հա, եթե ինքը այդ եղած խափանման միջոցի պայման է խախտել։ Օրինակ անձը վարչական հսկողության տակ է,
պիտի շաբաթը մեկ գնա պրոբացիայում ստորագրի, ներկայանա ստորագրի, 5 անգամ այդ պայմանը խախտել է, դատախազը այդ ժամանակն ու կարա գա, ասի գիտեք ինչ կա, այս մարդուն եկեք տանենք բանտ, հա։ Եվ օրենքը ասում է, եթե չի խախտել, դու չես կարա խստացնես իր խափանման միջոցը։ Աղվան Աշակյանի օրենքներ ասում, ես չի ասում։ Աղվան Աշակյանի դեպքով տանային կալանքեր, դատախազը եկել էր, ասում էր հետ տարեք բանտ։ Այնինչ որևէ բան չէր խախտել տնային կալանքի պայմաններից, էլի ոչ էլ դատախազներ ասում խախտել է։ Այն օրենք հստակ սևով սպիտակի վրա գրած։ Դրա անկալումն էլ չկա։ Եվ մենք ունենք նաև կին քաղբանտարկյալ Լիդիայի մասին է խոսքը եւ կուզենայի հասկանալ Լիդիայի ճակատագիրը, եթե նրանք փորձում են կալանքը երկարացնել, Լիդիան ինչ է արել։ Լիդիան ինչու է այսօր անազատության մեջ։ Ես Ինչ Նիկոլ վախենում է Լիդիայից։ Տարբեր առիթներով ասել եմ, միգուցե կա Լիդիայի նկատմամբ հատուկ բացասական վերաբերմունք, բայց նաև իմ կարծիքով Լիդիա Մանթաշյանին կալանքի տակ պահելը հետապնդում է Բագրատ Սրբազանին ավելի խորը ցավացնելու նպատակ։ Եվ պարոն Հարությունյան, ես նաև չեմ կարող չհարցնել, որտեղ անընդհատ ինձ են հարցնում, ես իհարկե դրա պատասխանը գիտեմ, բայց կուզենամ նաև եթերով լսենք եւ մասնագետի կողմից հատկապես Նիկոլ Փաշինյանին ով իրավասու է ձերբակալելու։ Որտեղ ասում են ինչու ազգային անվտանգության ծառայությունը ինչ է անում դեռ նստած, չի տեսնում որ ինչ է կատարվում մեր երկրում, ինչու չեն անում, ով է իրավասու Նիկոլին ձերբակալել։ Գլխավոր դատախազը իրավունք ունի այդ գործընթացը սկսի։ Բայց մենք ինչի շուրջ ենք խոսում, մենք ենթադրում ենք որ սկսվելու է, մենք ենթադրում ենք որ որևէ գլխավոր դատախազ այս իշխանությունների օրոք նշանակված նման գործընթաց անել։ Արտուր ջան, ելի մենք վերադառնում ենք այն իմ ասած հարցին, որ քաղաքական հարցերի համար փնտրում ենք իրավական լուծումներ։ Չի լինում այդպես։ Չի լինելու։ Նախկին գլխավոր դատախազ Արտուր Դավթյանը հիմա տարբեր առիթներով խոսում է, չէ՞։ Հիմա դարելա թույն ընդդիմադիր։ Չէ, հիմա դարելա չի դարել, դարելա բարով է դարել։ Ես օրինակ այդ կարծիքի կրողն եմ, դարելա լավ է արել։ Բայց իր գլխավոր դատախազ եղած ժամանակ չգիտեմ իրան հարցեր էր ինչ չէ իր գործընթաց անում։ Ես հիշում եմ ինքը մեղավորությունը գցեց ազգային Չէ, ես հիշում եմ մի դեպք, որ զոհվածների գործով հանցագործության մասին հաղորդման շրջանակներում հարուցված քրեական գործով դատախազությունը քննչական կոմիտեին ցույցում էր տվել, որպեսզի կանչեն եւ Նիկոլ Փաշինյանին վկայի կարգավիճակով հարցաքննեն։ Ես նաև հիշում եմ քննչական կոմիտեն չարեց այդ ցուցումը դատախազական։ Հիմա հարց։ Բա ինչ անի գլխավոր դատախազը։ Ցուցում է տալիս, քննչական կոմիտեն չի անում։ Ինչ անի։ Մախր մենք իրավական պետությունում չենք ապրում։ Սա իրավական պետություն չի։ Ամենայն դեպս չի բավարարում իրավական պետության այն չափանիշներին, որի շրջանակներում երկրի ղեկավարի կամ բարձրագույն պաշտոնատար այլ անձանց, այսպես իրենց բնականոն լիազորությունների շրջանակներում իրավապահ մարմինները հետապնդում են սկսելու։ Դա քաղաքական հարց է, չէ՞։ Մեր նման երկրներում։ Ումը քաղաքական լուծումներ է պետք։ Ուրիշ բան, հա, 10-20 տարի հետո Աստված առաջ նորմալ պետություն կարողանանք մենք կառուցենք եւ այլն, բերենք իրավական պետության մեր պատկերացրած չափանիշներին, որ նույնիսկ երկրի ղեկավարը կաշկանդված լինի օրենքով ու իմանա, որ իրան բանա գլխավոր դատախազը, եթե ինքը հանցագործություն գործի, գլխավոր դատախազը գործի։ Ամենուրապես կարող է նա գտնել։ Բայց մենք այդ պետությունում չենք ապրում, մենք ինչի ենք անընդհատ այդ պատրանքների մեջ հայտնվում։ Ինչի համար։ Ախր ես փաստաբան լինելով, իրավաբան լինելով, ասում եմ դա պատրանքներ են։ Ինչ են մեր քաղաքական գործիչները այդ պատրանքներին հավատում։ Ինչ է ամիսը մեկ ես տեսնում եմ ինչ որ խումբ հավաքվում է գլխավոր դատախազության դիմաց շուքով շամաթով հանցագործության մասին հաղորդում են տալի։ Հետո հարցնում են վայ ձեր հանցագործության մասին հաղորդումը ինչ եղավ։ Ոչ մի բան։ Բա դուք ինչ եք անում։ Քաղաքական պայքարը հանցագործության մասին հաղորդում տալով, հա։
Ստացվում է, որ պայքարը որպես այդպեսին չենք հաջողում, մենք բազմիցս ունեցել ենք փողոցային պայքարներ, ստացվում է, որ Նիկոլը հաղթում է եւ ընտրություններում է հաղթում, թիմ ընտրություններում, եւ ձերբակալում է ու մուլվում է։ Չեք վախենում, որ հաջորդ փաստաբաններից Ես լինեմ։ դե հա Արտուր ջան, ես իմ պահարանի մեջ, ասես մի երկար պահարան, այն ցելոֆանը վրան գրքեր ունեմ, որ առել եմ ես տարիների ընթացքում, չեմ հասցրել կարդամ։ Իմ հարցի պատասխանը, ձեր հարցի պատասխանը դա է։ Եվ մենք այդքան տեղ ունենք, պարոն Հարությունյան։ Եթե մենք հիմա 26-ին ենք մոտենում եւ մենք պատկերացնում եմ, թե ինչքան մարդ դեռ պետքա գնա ու նստի։ Որտեղ է պահել։ Իսկապես բանտերում տեղ չկա։ Իսկապես չկա բանտերում տեղ եւ դա օբյեկտիվորեն նաեւ անդրադառնում է այնտեղ պահվող կալանավորների եւ դատապարտյալների պահման պայմանների վրա ամենապրիմիտիվ էլի մի բանը 100 հոգու համար սնունդ պատրաստեն, չէ, մի բանը 1000 հոգու համար։ Այդ այդ պրիմիտիվ հարցերից սկսած այդ մարդկանց կյանքի որակի վրա ազդում է։ Նաև արդից օգտվելով նաև ուզում եմ համաներման թեմայով բանը անպայման ասեմ, որ արդեն քանի տարի եղավ համաներում չի հայտարարվել։ Շատ-շատերը իսկապես սպասում են համաներման ու ինչ որ առումով դա նաև բան կլինի, էլի, ոչ միայն բանտերը բեռնաթափելու, էլի, այդ մարդկանց նոր շանս տալու, որովհետև այնպես չի, էլի, որ այդ մարդիկ այնտեղ նստած են, շատ-շատերը այլ ուղղվելու կարիք չունեն, այսինքն ուղղված են։ Եվ մյուս խնդիրն էլ, որ պարզվում է կալանավորները ավելի շատ են, քան դատապարտյալները։ Պետք է մի քիչ բան է, զարմացնող վիճակագրություն է, էլի։ Այս հարցերը պետքա լուծեն, որովհետև նոր քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում եւ այլընտրանքային խափանման միջոցների ավելի բազմատեսակ սպեկտր ունենք եւ դրանց համակցության կիրառման, այդքան կալանավոր ունենալը մի քիչ ինձ թվում է նորմալ չի։ Ակնհայտ է, որ պետության պատժողական քաղաքականությունը շատ ավելի խիստ է, քան դրա կարիքը կա։ Որովհետև այդ պատժողական քաղաքականությանը զուգահեռ մենք տեսնում ենք, որ հանցավորության թվի նվազում տեղի չի լինում։ Այդ նշանակում է, որ մենք հանցագործությունների կանխման խնդիր ունենք ավելի շատ, ներքին գործերի նախարարության, ոստիկանության ավելի պրոֆեսիոնալ աշխատանքի խնդիր ունենք, սոցիալական խնդիրներ ունենք, որովհետև շատ-շատերը կարիքից դրդված են գնում մանր օրինակ գողությունների, որի հարցի լուծումը սոցիալական ծրագրերի շրջանակներում այրագործելի, այսպես։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ